կյանքը անհասկանալի բան է։ Քո համար վիզ դրած ապրում ես, մեկ էլ մի օր հոպ ու դու մեռար։ Եսին ինչից ու եսին ոնց, բայց մեռար։ Լաց, կոց, ծաղիկ, փսակ, ու մեկը անպայման կասի։ Ափսոս որ գնաց, լիքը բան չհասցրեց անել։ Հա որ, ինչ ես արել կյանքիդ ընթացքում եւ ինչը չես հասցրել անել։ Արի շեղված նստենք ու ուղված խոսենք։ Դու միշտ բողոքելու մուննաթ ես եկել։ Շատ բաների կյանքում չես ասել, բայց դե հոսաղ գիտեմ, որ մեղավորը դու չես։ Պարզապես երկիրը երկիր չի, թալանա ու կաշառակերություն է։ Ամեն ինչ ծանոթով է։ Սաղ իրար մեջ կիսել են, քեզ բան չի հասել։ Հարևանդ էլ թարսի պես քեզնից լավ է ապրում։ Ու տենց արդար մտքերով, ինչքան ուժ ունես երկիրդ բանավոր սիրում էիր ու բոլորին պատմում, այ եթե այդ սաղ չլիներ, մենք անենց կապրեինք։ Բայց երբ օրինակ բանակ պիտի գնայիր, ծանոթ էիր փնտրում կաշառք տալիս, որ չծառայես, որովհետև դու երկիր սիրող ես, ոչ թե երկրի համար կյանք տվող։ Դու կյանքիցդ միշտ դժգոհ էիր ու հաստատ մեղավորը դու չէիր։ Աշխատանք չկար, որովհետև սաղ ծանոթ բարեկամով էր կամ փող պիտի տայիր, որ գործի ընդունվես, կամ շեֆիդ հետ պիտի քնեիր, կամ էլ պարզապես քո տաղանդը չէին գնահատում։ Դու վատ ես ապրում, որովհետև ես ինչ լավ տուն ունի, այն ինչի ծանոթը պաշտոն է ստացել, օլիգարխը բենզակալոնկեքի ցանց է բացել, իսկ երկիրդ էս ինչն է ղեկավարում։ Ու դե պարզ է, սաղ գող են, ինչ էլ ունեն, քեզնից են գողացել։ Այ որ դրանց սաղին ամեն անկյունում կախեն ու մինչև քո քանից են, բոլորից փողերը խլեն ու սաղին բաժանեն, համ դու, համ բոլորը անենց կապրեն։ Իսկ իրականում դու աշխատանք չունեիր, որովհետև սովորել ու աշխատել չէիր սիրում, բայց ուզում էիր, որ քո համար ինչ-որ աշխատատեղ ստեղծեն, ու ես ինչի համար լիքը փող տանք։ Ու եթե ձև ունենայիր, դու էլ քավոր սանիկ աներձակով լևի գործեր կանեիր, պարգևավճարներից չէիր հրաժարվի։ Իսկ հիմա ասում են, ափսոս գնաց, բախի ափսոս որ դու չլինես, բան կփոխվի, հանճարեղ մտքեր չեն ծվի, գյուտեր չեն արվի, գրքեր չեն գրվի, տներ չեն կառուցվի, մարդկանց կյանքը առանց քեզ կդատարկվի, զեն չես անում։ Լավ, մի լեղացիր, մեր մեջ ասած, դու դեռ ապրում ես փառք Աստծո եւ ի ուրախություն հարկայինի, բայց եթե իմանայիր, որ կյանքդ հայ վերջանում է, լիքը կարևոր բաներ կհիշեիր, որ մարդ արարածը արարիչ է, այլ ոչ թե փալաս, մալասի ու ուտելիքի սպառող, որ պետքա գոնե մի երկու ծառ տնկել կյանքում, պետքա սովորել, այլ ոչ թե դիպլոմ ունենալ, պետքա աշխատել, այլ ոչ թե մեղավոր փնտրել, պետքա վերջապես տղամարդ լինել, եթե տղա ես ծնվել։ Եվ պետքա ընկերոջդ, գործընկերոջդ, հարևանիդ, տոանծանոթ մարդուն էլ հարգել ու սիրել, որովհետև երկիր սիրելը քարտեզի վրա ծովից ծով Հայաստան ցույց տալը չի, երկիրը մարդիկ են, քո նման ու քեզնից լավ, քո նման ու քեզնից խելոք, երկիրը բոլորն են, այլ ոչ միայն քո շրջապատը, Հայաստանը բոլորն են, այլ ոչ միայն քո գեղը, ժողովուրդը բոլորն են, այլ ոչ միայն քո կուսակցությունը։ Երկիրդ սիրում ես, դե մի բան ստեղծիր, կառուցիր, զարգացրու, ու այդ ժամանակ դու էլ բոլորն էլ իրոք անենց կապրեն, թե չէ քանդելու, հայոյելու, գորգռալու, անուն կպցնելու, կռիվ սարքելու, թշնամի փնտրելու ու խորիմաս դեմքով ապուշ բաներ խոսալու համար խելք պետք չի։ Կյանքումդ մի բան ստեղծիր, որ վաղը, երբ քեզ հանկարծ փորձեն հիշել, հիշելու բան լինի։